Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 միլիարդ 500 միլիոն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 միլիարդ 659 միլիոն 722 հազար դրամ։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերի ուրեմն կատարմանը ուղղված 12.45 միլիոն դրամ համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը առաջարկում ենք համաֆինանսավորել 52 ուրեմն համայնքներից 169 սուբվենցիոն ծրագիր։ Շիրակի մարզում այդ ծրագրերն են Աշոտsk համայնքի Ղազանչի, Գոգովի, Ձույք աղբյուր եւ Ցողամարկ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքները, Աշոտsk համայնքի Ձորաշեն, Սարապատ եւ Կաքավասար բնակավայրերի համայնքային կենտրոնների վերակառուցումը, Աշոտsk համայնքի Ցողամարկ, Կարմրավան եւ Ձույք աղբյուր բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցումը, Աշոտsk համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգովիտ, Բաշկյուղ եւ Մուսալյան բնակավայրերի փողոցների տուֆքարով սալարկումը, Աշոտsk համայնքի Աշոտsk բնակավայրի կենտրոնական հրապարակի եւ Բեծսեպասար բնակավայրի առաջին փողոցի ասֆալտապատումը, Աշոտsk համայնքի Աշոտsk բնակավայրի առաջին փողոց առաջին անցուղու եւ 5 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները, Աշոտsk համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգովիտ, Բաշկյուղ եւ Մուսալյան բնակավայրերի փողոցների տուֆքարով սալարկումը, Աշոտsk համայնքի Փոքր Սարիար, Կաքավասար, Թավշուտ, Սիզավետ, Ձույք աղբյուր, Սալուտ եւ Արփենի բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցումը, Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի Բերտաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները, Ախուրյան համայնքի թվով 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրումը, Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-րդ, 2-րդ նրբանցքների, Եղիշե Չարենց, Կոմիտաս, Պարուժ Սևակ, Ախուրյանի խճողի 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները, Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն եւ Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքները, Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի եւ Չարենց փողոցի Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցումը, Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի եւ Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատումը, Ախուրյան համայնքի Ազատան եւ Փոքրաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքները, Ախուրյան համայնքի Ղարեբջանյան բնակավայրի եւ Արափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքները, Գյումրի համայնքի Հոակների եւ Բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերումը, Արտիկ համայնքի Անուշավան եւ Վարդակար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցումը, Արտիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆքարով սալապատումը, Արտիկ համայնքի թվով 5 բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգումը, Արտիկ համայնքի Արտիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում եւ Կարեգին Նժդեի փողոցի վերջնամասի մայթերի կառուցումը, Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցումը, Սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անի Ավան, Անի Պեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացումը, Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հրանչայինյան փողոցի հիմնանորոգումը, Սառնաղբյուր, Սարակապ եւ Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատումը, Անի համայնքի Մարալիկ բնակավայրի թվով 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Դիտարկմանի պատասխան թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ arczepiskopos Կճոյանին, վարչապետը հայտարարել է. Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսած դասի որոշումը պետք է լինի։ Իսկ եթե կարծիք հարցնենք, արտահայտի իր դիրքորոշումը։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին են։
եւ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետեւ դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արիացյան թեմի առաջնորդի մասին է, արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արիացյան մասիացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ ելի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց Կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաեւ, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, Կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։ Եվ Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրան կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական։ Եվ ելի ուզում եմ կրկին, ելի եմ ասում, որովհետեւ այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետեւ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչալոց եթե այդպես համարենք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ մայրաթոռից։ Այսօր կհեռացվի մայրաթոռից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։
Ավագ դպրոցի ավարտական դասարանում սովորող Ումինան եւ Իրենը պատրաստվում են մասնակցել հունվար-փետրվարին նախատեսված միասնական քննություններին։ Երկուսն էլ միջազգային հարաբերություններ մասնագիտությունն են ընտրել։ Քննություն են հանձնելու հայոց լեզու եւ անգլերեն առարկաներից։ Դա շատ լավ հնարավորություն է, որովհետեւ մեկ անգամ հանձնելուց բնականաբար ավելի շատ ենք լարվում եւ երբ գիտենք, որ երկու հնարավորություն ունենք, ավելի լավ տրամադրված կկարողանանք մասնակցել։ Քանի որ երկու հնարավորություն է հիմա տրվում, կարծում եմ, որ առաջինը ավելի շատ փորձառություն է, որովհետև բոլորս էլ լարված ենք։ Աղջիկներն առավելագույն միավորների ակնկալիք ունեն, եթե չստանան գնահատականները կփորձեն բարձրացնել ամռանը նախատեսված միասնական քննությունների արդյունքում։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը սկսել է միասնական քննությունների առաջին փուլի հայտագրման գործընթացը։ Մասնակցել ցանկացողները դիմում հայտերը պետք է լրացնեն առցանց dimort.am կայքում մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 18-ը։ Բացի միասնական քննություններից ունենք նաև ներբովական քննություններ։ Ներբովական քննությունները հանձնում են միայն հունիս ամիսներին։ Dimort-ը կարող է հայտագրել առավելագույնը 2 առարկայի քննություն։ Կարող է նաև նշած առարկաները հետո փոփոխել, որքան կամենա։ Նույնիսկ վերջին պահին էլ կարող են փոփոխություն կատարել իրենց ընտրած քննությունների, բայց ամեն անգամ ընտրելուց հետո պետք է պահպանեն։ Մինչև առցանց հայտագրումը սկսելը այս տարվա շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոցի տնօրենին, ԳԹԿ անձնական համար ստանալու նպատակով։ Մյուս դիմորդները իրենց բնակության վայրի այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Բայց մինչև անձնական համար տալը դպրոցի տնօրենը պարտավոր է ստուգել տվյալ դիմորդը քննությանը մասնակցելու համար համապատասխան գումար մեր գնահատման տեստավորման կենտրոնի հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը 4500 դրամ ուծել է թե ոչ, որովհետև լրացնելու ժամանակ դիմում հայտում կա տեղ, որտեղ պետք է ինքը տեղադրի այդ մուծման անդորրագիրը։ ԳԹԿ փոխտնօրենը մանրամասնում է ձմռանն անցկացվող քննությունների համար գանձվող վարձավճարը էապես բարձր է ամռանը գանձվող 1500 դրամից, քանի որ այս փուլի համար պետական բյուջեից ֆինանսավորում չեն ստանում։ Սա համարվում է լրացուցիչ հնարավորություն։ Այսինքն ամբողջը կազմակերպում ենք այդ 4500 դրամներով։ Այդտեղ մենք դպրոցների վարձակալություն մոտարապես 400-ից 500 հոգի մասնակցում են քննության կազմակերպման գործընթացին, ստուգման գործընթաց, թերթերի տպագրություն, տրանսպորտային ծախսերը, ամբողջը կատարում է գնահատման եւ թեստավորման կենտրոնը այդ մուծված փողերով։ Քննություններն անցկացվելու են հունվարի 15-ից փետրվարի 15-ը, շաբաթ եւ կիրակի։ Հստակ օրերը կորոշվեն դիմում հայտերն ամփոփելուց հետո։ Միասնական քննությունների գնահատականները պահպանվում են 2 տարի։ Կրկնակի քննության մասնակցած դիմորդը բուհի ընդունելության ժամանակ մրցույթին մասնակցելու է առավելագույն միավորով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հանդես է եկել ուղերձով ներկայացնելով վարչակազմի քայլերը վերջին 11 ամսվա ընթացքում։ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին, հայտարարելով, որ վերջինս խառնաշփոթ էր ստեղծել երկրում։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է զինծառայողներին մոտ $2000 չափ վարձատրություն տրամադրել եւ ներկայացրել առողջապահական նոր նախագիծը։ Ըստ դրա ամերիկացիներին գումար կտրամադրվի, որպեսզի նրանք ինքնուրույն ձեռք բերեն առողջապահական ծառայությունները ապահովագրական ընկերություններին վճարելու փոխարեն։ Դուք կստանաք շատ ավելի լավ առողջապահություն, շատ ավելի ցածր գնով։ Պարտվողները կլինեն ապահովագրական ընկերությունները, որոնք հարստացել են, եւ դեմոկրատական կուսակցությունը, որին լիովին վերահսկում է այդ նույն ապահովագրական ոլորտը, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի ուղերձի առանցքային թեման եղել է գնաճը։ Նա նշել է, որ նախորդ վարչակազմի օրոք աճել են մեքենաների, վառելիքի, ավիափոխադրումների եւ հյուրանոցների գները։ Նախագահի խոսքով իր պաշտոնավարման ընթացքում այդ ծախսերը զգալիորեն նվազել են։ Նա հայտարարել է, որ իր սահմանած մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգները դարձել է աշխարհի ամենաթեժ երկիրը, քանի որ արտադրությունը վերադառնում է ԱՄՆ։ Reuters-ի եւ Ipsos-ի համատեղ վերջին հարցման համաձայն Միացյալ Նահանգների չափահաս բնակչության միայն 33%-ն է հավանություն տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը։ Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 падգամավոր դեմ 120-ը, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել էին դեռ դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկվի Եվրամիության երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։ Նախատեսվում է, որ Եվրամիությունը կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից 2027 թվականի աշնանը։
Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Կառույցը ստեղծվել է 2022 թվականի վերջին։ Նման մարմնի ձևավորումը Եվրամիության հանձնարարականներից մեկն էր Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ տրամադրելու համար։ Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ։ Նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի 2026 թվականի մարտի 2-ից։ Դրա գործառույթները կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ավելի վաղ նշել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի պարտականությունների մեջ են մտնում պաշտոնյաների, կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարագրերի հավաքագրումն ու մոնիթորինգը, սակայն այդ գործառույթներն ավելի շատ համապատասխանում են պետական աուդիտի ծառայությանը։ Եվրամիության արևելյան թևի պաշտպանությունը պետք է դառնա Եվրամիության անհետաձգերի առաջնահերթությունը Ռուսաստանից բխող սպառնալիքի պայմաններում։ Այդ մասին հայտարարել են Դաշնությանը սահմանակից Եվրամիության անդամ 8 երկրի ղեկավարները Հելսինկիում կայացած գագաթնաժողովում։ Ռուսաստանը ներկայացնում է մեր անվտանգության, ինչպես նաև Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երկարաժամկետ սպառնալիքը, ասված է հանդիպումից հետո Ֆինլանդիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի նախաձեռնությամբ անցկացված գագաթնաժողովին մասնակցել են Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի ղեկավարները։ Նրանք նշել են, որ Ռուսաստանից եկող ավանդական սպառնալիքից բացի ակտիվանում են բարդ հիբրիդային գործողություններն ու դիվերսիաները։ Մեր հասարակություններն անկայունացնելու փորձերը պետք է դիտարկվեն որպես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմի մաս, նշված է փաստաթղթում։ Հելսինկիի գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են Բալթյան երկրների եւ Լեհաստանի ջանքերը սահմաններն ամրապնդելու այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են Բալթյան պաշտպանության գիծը եւ Արևելյան վահանը։ 2025 թվականը մոտենում է ավարտին, իսկ Կապանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը դեռևս ընթացքի մեջ են։ Անցնող տարին համայնքի կյանքում նաև կհիշվի աննախադեպ շինարարությամբ ու ակտիվ անցուդարձով։ Ավանդական դարձած տարբեր փառատոներին ու միջոցառումներին զուգահեռ համայնքում չի դադարել բազմաթիվ բակերի, տանիքների, խաղահրապարակների, մարզադաշտերի, կրթօջախների եւ այլ հաստատությունների հիմնանորոգումը։ Ինչ խոսք կապանցիներից շատերը կփաստեն, ամենաակնահաճո նախագիծը, որը շատ բան փոխեց Կապանի արտաքին տեսքում, Վաչագանի հիմնանորոգման մեծածավալ ծրագիրն էր։ Ջունգլիների վերածված երբեմնի գետն այլևս գեղեցիկ է ու գրավիչ։ Հիշեցնենք, որ բնապահպանական այս ծրագրի 3 փուլերից 2-ն արդեն իսկ ավարտվել է եւ մեկնարկել է 3-ը։ Տիկին Էման պատշգամբից է հետևում հիմնանորոգման աշխատանքներին եւ շեշտում, քաղաքում իրականացվող յուրաքանչյուր բարեփոխում իր սրտով է։ Ինչ ուզում են անեն, քաղաքը ինչքան սիր ունի իրանց, ջահելների համար թողինի։ Ամենասիրունն են գիտի, որ մենք էլ ես քանդված բաները սարքենք, որ սիր ունի։ Ենթադրենք ընդ սիր ունի, ես քանդված տանը ինչ սիրունություն կլինի։ Երրորդ փուլը երկարությամբ ամենամեծ հատվածն է եւ ընդգրկում է բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչեւ Գարեգի Նժդեի հուշահամալիր, մոտ 687 մետր տարածք։ Ծրագրով նախատեսվում են իրականացնել արկա հենապատերի ուժեղացում, նոր հենապատերի կառուցում, Վաչագան գետի էսթետիկ տեսքի վերականգնում, ինչպես նաեւ հունի մաքրման աշխատանքներ։ Հավելում ծրագրով նախատեսվում են նաեւ իրականացնել հարակից բնակելի տների համար նոր կոյուղագծի կառուցում եւ միացում արկա կոյուղագծի Մելիք Ստեփանյան փողոցում։ Այս հատվածում եւս շինարարները տարիներով կուտակված աղբի վերածված տոննաներով զանգված են հանել։ Գետի մի ափից մյուսն անցնելու համար առանձնատների բնակիչները տասնամյակների ընթացքում հարթակներ էին կառուցել։ Այստեղ դրանք 17-ն էին, որոնք շինարարները ապամոնտաժել են եւ կփոխարինեն նորերով։ Կառուցվելի են նոր 14 հարթակներ, որոնք ծառայելու են նույն բնակիչների համար եւ մոտեցումն է փոխել այստեղ մեկ հարթակը ծառայելու 2 բնակելի տան սպասարկման համար եւ հարթակները նույնպես կառուցվելու են ինչպես ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը նույն ճարտարապետական ոճի մեջ էսթետիկ տեսքը բարեկարգելուն նպատակով։ Հայելային պատկերներ այս հատվածում չեն նախատեսվել։ Հենապատերի ամրացումներին զուգահեռ այստեղ եւս հատակը գլաքարերով կպատվի։ Գետի հունը նոր վերակառուցման ժամանակ արդեն ստանալու է հավասար գետի հուն, միատեսակ նույն լայնությամբ, ամբողջ երկայնքով, ինչի արդյունքում էսթետիկ տեսքը էականորեն կբարեկարգվի։ Հիշեցնենք, որ Վաչագան գետի հունի մաքրման եւ վերակառուցման ծրագիրը իրականացվում է համայնքային բյուջեով, այդ թվում բնապահպանական մասհանումներից գոյացած գումարով, որը ըստ օրենքի ծառայում է միայն բնապահպանական նախագծերի համար։ Սա պետք չէ խառնել համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիաների հետ։ Հասմիկ Ղոնյանը եւս մեկ անգամ հստակեցնում է, թե ինչ է նշանակում բնապահպանական մասհանումը եւ ինչպես է այն գոյանում։
Ծրագիրն իրականացվում է համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից պարտադիր մասհանումների գումարով, սակայն պետք է նշեմ, որ մասհանումների գումարը կազմում են ծրագրի ֆինանսավորման մի մասը եւ համայնքը ծրագրերն իր ավարտին հասցնելու համար օգտագործում է ֆինանսավորման այլ հնարավորություններ։ Ծրագրի երրորդ փուլի գումարը կազմում է ավելի քան 440 միլիոն դրամ։ Իդեպ գալիք տարի լայնածավալ հիմնանորոգման ծրագիր է նախատեսված նաև Ողջի գետի համար։ Այն եւս լիովին նոր տեսք կստանա ինչպես Վաչագանը, ել ավելի ակնահաճո դարձնելով Կապանը։ Հերմինե Միքայելյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։ Դեկտեմբերի 12-ին Սևանում առաջին անգամ Սևան ազգային պարկի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Սասնա ծռեր խորագիրը կրող ցուցահանդես եւ տիկնիկային ներկայացում։ Ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի Սևան ստորաբաժանման գեղանկարչության խմբի սաների աշխատանքները։ Սասնա ծռեր էպոսից ընտրած հերոսների հիման վրա կենտրոնի սաները սեփական ձեռքերով ստեղծել են տիկնիկներ, անցնելով ամբողջ ստեղծագործական փուլը էսքիզից մինչև բեմադրություն։ Ներկայացման առաջնախաղը տեղի էր ունեցել նոյեմբեր ամսին Նարեկացի արվեստի միությունում, իսկ այժմ Սևանում։ Նախագիծը կարևոր էր այնքանով, որ երեխաները նախ ծանոթացան էպոսին, իրենց համար գտան հետաքրքիր կերպարներ ու այդ կերպարների շուրջ աշխատելուց բավականին ուսումնասիրեցին կերպարներին եւ կարծում եմ իրենց կյանքում երբեք չի հեռանա այդ կերպարները իրենց կյանքից երբեք չեն հեռանա։ Եվ շատ կարևոր է նաև համագործակցությունը Սևանի տիկնիկային թատրոնի հետ, մասնավորապես թափոնի վերամշակման թեմայի մեջ տիկնիկային թատրոնի հետ համագործակցությունը, որովհետև նախ հասկացան երեխաները, որ կարելի է ոչինչից ստանալ հետաքրքիր կերպար, տիկնիկ ստանալ գրեթե այն նյութերից, որոնք որ մենք ամեն օր դեն ենք նետում, եւ երկրորդը հասկացան, թե ինչպես է ստեղծում տիկնիկային ներկայացումը։ Դեպ շատ շնորհակալություն Հերմինեին Անդրիկյան, ով շատ մեծ ջանք ու եռանդ դրեց, որպեսզի այս կերպարները բոլորը մարմին ստանան ու մարմին ստանան այդ հետաքրքիր նոր թափոնից ստացված նյութերից։ Դառնամ զողորմի տիտամ քերի չորոսիկին, զողորմի, դառնամ զողորմի տիտամ ականջարողների ծնողների։ Գեղանկարչության խմբի սաներն իրենց ուսուցիչ Գոհար Մնացականյանի հետ օգտագործել են վերամշակված նյութեր, սովորելով թափոնների վերաօգտագործման մշակույթը արվեստի միջոցով։ Ստեղծագործական գործընթացը եզրափակվել է Սևանի տիկնիկային թատրոնի հետ համատեղ Սասնա ծռեր ներկայացմամբ։ Շնորհավորում եմ բոլորիդ ու այս հրաշալի գաղափարի սկսնակներին, ով որ մտահղացումը ունեցել է իրականացնողին, վստահ եմ, որ ներկայացումը շատ լավն է լինելու, որ նկարներն են, իրոք հրաշալի աշխատանքներ են ապրեք երեխաներ։ Շնորհավորում եմ ձեզ, ձեր ընկեր Գոհարի հետ միասին, ապրեք, շնորհավորում եմ ել ավելի մեծ ձեռքբերումներ ու լիքը նախաձեռնություններ։ Պատանքները շարունակական է, շատ ուրախ կլինենք, սիրով կսպասենք ձեզ նաև մեր հաջորդ նախագծերում եւ ներկայացումներում։ Շնորհակալություն։ Ունում եմ ձեզ, որ այցելել եք մեր ազգային պարկի այցելուների կենտրոն, սիրով հյուրընկալում ենք ձեզ, վայելելու այս գեղեցիկ հեքիաթային ցուցահանդեսը։ Հացն ու գինին, տեր կենթանին, եթե ես թրովս կպեմ ժայռին, ինքն իրեն կճաքի։ Կմսեն տալին երկու անգամ, այդ քար իրարուց կբացվի, մեկ անգամ վարդևորին, մեկ անգամ համբարձմանը, որ քար իրարուց կբացվի մհեր, 40 աբուր ճամփա մեկ ժամվա կերթա, 40 օր վեր քարերին կերթա։ Դեկտեմբերի 12-ից 19-ը ներառյալ Սևան ազգային պարկ Պոակի այցելուների կենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի Սևան մասնաճյուղի հետ համատեղ կցուցադրի ջրի պաշտամունքը Սասունցի Դավիթ էպոսում նկարների ցուցահանդես, ղեկավար Գոհար Մնացականյան։ Ցուցահանդեսի ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները հանդես կգան նաև տիկնիկային ներկայացմամբ։ Մուտքն ազատ է։
Ջերմ հյուրընկալություն ու անվտանգային բարձր մակարդակ, համադրություն, որն այս տարի գրավել է միլիոնավոր այցելուների զբոսաշրջային ուղղություններից ընտրելու Հայաստանը։ Մենք Հունաստանից ենք եւ շատ ենք գալիս այստեղ։ Մեզ շատ է դուր գալիս, ամեն ինչ հրաշալի է։ Առաջին տպավորությունս իսկապես լավն է։ Հայերն իսկապես լավն են, երկիրը գեղեցիկ է, հարուստ պատմությամբ եւ դրա համար ես սիրում եմ այստեղ գալ։ Շատ բարեհամբույր եւ բարեսիրտ ժողովուրդ է, կարելի է յուրաքանչյուրին կանգնեցնել փողոցում ցանկացած հարցով եւ բոլորը կփորձեն օգնել, խորհուրդ տալ։ Մեզ շատ դուր եկան մարդիկ, նրանց վերաբերմունքը, եթե հարց ենք տալիս կամ օգնության դիմում, հաճույքով օգնում են։ Միջազգային վարկանիշներում ներկայացվածությունը ևս արտացոլում են մեր երկրի անվտանգային մշակույթն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս տարի միջազգային հայտնի պարբերականը, որը ամեն տարի հարցումներ է իրականացնում եւ հրապարակում, թե որ երկրներն են համարվում ամենաանվտանգը, Հայաստանը դիրքավորել էր 8-րդ տեղում։ Անվտանգությունը մեր կենսակերպի մեջ է, մեր վարվելակերպի մեջ է եւ մարդիկ իրապես Հայաստանում իրենց անվտանգ են զգում։ Ես շատ երկրներ եմ ճամփորդել եւ որոշ եվրոպական երկրներում անգամ, օրինակ եվրոպական քաղաքներից նշեմ Բարսելոնայում, զբոսաշրջիկների հեռախոսին ծանոթություններ են գալիս այն մասին, որ պետք է ուշադիր լինել անձնական իրերի, պայուսակի նկատմամբ, դրանք զբոսաշրջիկները իրենց մոտ պահեն։ Բարեբախտաբար Հայաստանում նման ծանոթությունների կարիքը չկա։ Զբոսաշրջիկների համար անվտանգային պայմանները նախընտրած երկիր այցելելու ընտրության հարցում կարևոր չափանիշներ են։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ զբոսաշրջիկներն իրենց անվտանգ են զգում։ Ոչ մի պահ քեզ օտար չես զգում։ Մենք այստեղ մեզ լիովին անվտանգ ենք զգում եւ գիտեք, կարող եմ ասել, որ մենք դեռ չենք եղել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Երևանը որպես մայրաքաղաք պարզապես բարձր մակարդակի վրա է։ Սա իսկապես եվրոպական քաղաք է, հարմարավետ ու անվտանգ։ Ինձ անվտանգ եմ զգում, լիովին անվտանգ։ Ոստիկանության ծառայողներն ու անվտանգության աշխատակիցներն ամենուր են, օրինակ տեսարժան վայրերի մոտ, հրապարակներում, խանութների մոտ, սա զբոսաշրջիկներին ապահովություն է ներշնչում։ Անվտանգային միջավայրի վերաբերյալ զբոսաշրջիկների գնահատականը թվերով։ Առնվազն 9 կամ 10։ 9։ 9։ Գնահատում եմ 10-ից 10։ Իրադարձային туриզմը, որ իրականացնում է զբոսաշրջության կոմիտեն, անցնում են առանց լուրջ միջադեպերի եւ պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ներքին գործերի նախարարության, որոնք զգոն են եւ միշտ աջակցում են մեզ այդպիսի մեծ մարդաշատ միջոցառումների անցկացման համար։ Զբոսաշրջիկները նշում են, որ հատկապես գիշերային ժամերին անվտանգության առումով Երևանը գերազանցում է նրանց այցելած բազմաթիվ քաղաքների, ինչը ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր ծառայությունների համակարգված եւ արդյունավետ աշխատանքի ցուցիչ է։ Ոչ բոլոր քաղաքներում զբոսաշրջիկը կարող է իրեն գիշերը ապահով զգալ, առավել եւս գիշերային ժամերին, սովորաբար զուշացնում են 11-ից հետո դուրսը չգտնվել եւ այլն, իսկ Երևանում եւ մյուս մեր բոլոր այցելավայրերում գիշերային կյանքը կամ գիշերը զբոսնելը, վրանում ապրելը ոչ մի խնդիր չի առաջացնում զբոսաշրջիկի համար։ Ըստ Կոնդե Նաստ միջազգային հեղինակավոր ճանապարհորդական պարբերականի Երևանը աշխարհի 10 լավագույն գիշերային կյանքով քաղաքների շարքում 7-րդն է։ Կարող եմ ազատ շրջել թե գիշերը, թե ցերեկը առանց որևէ խնդիրների, նույնիսկ կարող եմ միայնակ քայլել։ Անցած գիշեր մինչև ժամը 1-ը միայնակ դրսում եմ եղել եւ քայլել եմ դեպի հյուրանոց, իսկապես անվտանգ էր։ Այստեղ կարող ես անգամ գիշերը դուրս գալ։ Մենք կարող ենք երեխաների հետ հանգիստ զբոսնել քաղաքում։ Մենք իսկապես մեզ ապահով ենք զգում։ Ժամանել ենք առավոտյան ժամը 5-ին, դեռ մութ էր, քայլելիս հանդիպեցինք ոստիկանների, որոնք մեզ ճանապարհ ցույց տվեցին։ Զբոսաշրջիկների արձագանքները փաստում են, որ Հայաստանը տեսնելու, զգալու եւ անվտանգ ճամփորդելու երկիր է։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է առաքելությունը, բոլոր ջանքերը ներդնելով մեր երկիր այցելողների առավել անվտանգ հանգիստը երաշխավորելու ուղղությամբ։